Արդեն մի քանի ամիս է մեզանից յուրաքանչյուրն ականատես է լինում տարբեր հոգևորականների վարքագծին, սկսած արքիեպիսկոպոսության աստիճան ունեցողից մինչև դպիր։ Ես կուզենայի եւ կարծում եմ ձեզանից շատերը իմ առանձնահատուկ եւ խորին երախտագիտությունը հայտնել երկու թեմի հոգևորականներին՝ Շիրակի թեմի քահանաներին եւ Արագածոտնի թեմի քահանաներին։ Սիրելի քահանահայրեր, սիրելի ընկերներ, սիրելի եղբայրներ, ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ձեզ, ձեր քաջության եւ ձեր վեհության եւ հաստատուն լինելու համար։ Ձեր երկու թեմերի առաջնորդները այսօր կալանքի տակ են եւ արդեն մի քանի ամիս է կալանքի տակ են։ Դուք այն հոգևորականներն եք, ովքեր հաստատուն մնացին եւ ովքեր պարզերես արեցին իրենց թեմերի առաջնորդներին եւ մինչեւ այսօր էլ, մինչեւ այս վայրկյանը անում են այդպես։ Թող Աստված ձեզ ուժ կարողություն տա, թող Աստված ձեզ իմաստություն տա եւ ամուր եւ հաստատուն պահի ձեր կարգի մեջ։ Դուք չդարձաք տիրադավ, դուք չդարձաք դավաճան եւ ամուր ու հաստատուն մնացիք եւ իմաստուն որպես հովիվներ կանգնեցիք ձեր հոտի եւ ձեր խորանի առջեւ։ Թող Աստված ամուր պահի ձեզ եւ թող Աստված այնքան իմաստություն եւ խորագիտություն տա ձեզ, որպեսզի կարողանաք ձեր ամբողջ կյանքի հետագա ընթացքը ապրել եւ քահանայագործել Տիրոջ կամքով։ Շնորհակալություն եւս մեկ անգամ եւ ամուր եւ հաստատուն մնացեք, որովհետեւ ամեն մի մութ եւ տխուր գիշերից հետո գալիս է մի պայծառ հրաշալի լուսաբաց։